Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքլուսի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է դեմ շարժման ներկայացուցիչ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, շնորհակալություն Դավիթ։ Ես ուզում եմ այսպեսի մի հարցից սկսեմ, որպես քաղաքագետի, հա, մեր հասարակական քաղաքական կյանքում արդյոք չի հասունացել սերնդափոխության անհրաժեշտությունը։ Ես ավելին կասեի, ոչ միայն սերնդափոխություն, այլ գաղափարական լուրջ փոփոխության խնդիր կա, այսինքն հասունացել է այն պահը, երբ իշխանության պիտի գան գաղափարապես այլ եւ այլ արժեքային համակարգ կրող անձինք իսկապես, որովհետեւ իմ խորին համոզմամբ մինչ օրս մեզ մոտ անկախությունից հետո էլ 91-ից սկսած այդ փոփոխությունը այդպես էլ տեղի չունեցավ։ Այդ ինչ գաղափարներ ունեն այսօրվա էլիտան եւ ինչ գաղափարներ պիտի լինեն։ Ես կարծում եմ, որ ու պահվածքով նրանք դա ցույց են տալիս այսօրվա իշխանության իշխանավորները, որ դեռ ընդհանրապես անունն է փոխվել եւ այսպես փաթաթավորում, բայց կոմունիստական կառավարման ընդունված ձևը, մտածելակերպը, արժեհամակարգը դեռևս իշխող է այս երկրում եւ որպես այդպեսին կոմունիստական բոլշևիկյան, այսպես ասած, էլիտան երբեք չի հեռացել 91-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունից, անունն է փոխվել, գաղափարախոսությունը շատ առաջնացից ազգայնական իբր, ազգայնամոլական չէ, ազգայնական, այսպես պոզիտիվ իմաստով գաղափարախոսությունը նժդեհական իբր, որին բացարձակ չեմ հավատում եւ համենայն դեպս իշխանությունները չեն գոնե մի քիչ փորձում իրենց պահվածքով ցույց տալ, որ ինչ որ ազգայնական գաղափարախոսության կրող են, եւ կոստյումներն են փոխվել, կոստյումները եվրոպական են դարձել, բայց գաղափարախոսությունը շարունակում է մնալ կոմունիստական, կրեմլահպատակ, իմ խոսքերի մեջ չեմ ցանկանա, որ դիմախոսները հակառուսականություն փնտրեն, այլ կրեմլահպատակ, այսինքն որևէ կերպ դաշնակցային հարաբերություններ այդպես չկարողացան ստեղծել այդքան մեզ համար կարևոր գեոպոլիտիկ առումով երկրի հետ մնացին հպատակ եւ գաղափարախոսական առումով էլ կառավարելու անգամ մենեջմենթի տեսանկյունից էլ էլի կոմունիստական բարքերը դեռ շարունակվում են ու վերջին փաստերն անգամ դա հավաստում են, եթե թույլ տաք մի քանի փաստեր ասեմ, որ խոսքերից վերացական չեն։ Օրինակ, ինչ է նշանակում նորավարտ երիտասարդին, չգիտես որ արժանիքի համար չակերտավոր նշանակել պրոռեկտոր, խոսքը տնտեսագիտական համալսարանի մասին է։ Ես այդ հարցի պատասխանը Այսինքն կուսակցական սովետական միության ժամանակ էր կոմունիստական կուսակցության շարքերում ներգրավելով հնարավոր կարիերա անել եւ լավ ծառայելով այդ կուսակցությանը, այսօր էլ նույն բանը։ Հանրապետական կուսակցությանը ծառայելով հնարավոր է կարիերա անել, ոչինչ չի փոխվել։ Մարզպետի նշանակում, ինչ-ինչ ձևերով, որը եւ սովետական միության եւ կոմունիզմի, բոլշևիզմի պարագայում նույն բարքերն են դրում։ Այս առումով դրա համար եմ ասում, ոչինչ չի փոխվել։ Եվ այստեղ ոչ միայն սերնդափոխության խնդիր կա եւ ոչ այնքան, հա, ինձ համար դա այդ առաջնային նույնիսկ ռեալիտետ չի, ինչքան գաղափարական եւ արժեհամակարգային։ Այսինքն գոնե եթե ավակ սերունդը արժեհամակարգային փոփոխությունների մեջ կարողանար կրել, ես բնավ այդքան չէի մարտնչի, որ ինչ որ ավելի տարիքով երիտասարդ թող գա իշխանության։ Կարևորը ինձ համար, որ արժեհամակարգային փոփոխություն լիներ, որը չեղավ ցավոք, ու որին ես անձամբ ավելի ձգտում եմ, կցանկանամ, որ այս երկրում այդ փոփոխություն լինի։ Ոչ թե փոխվի սահմանադրություն, ինչ որ զուտ օրենքներ ուղղակի, այլ արժեհամակարգային լուրջ փոփոխություն լինի։ Մեզնից, այսինքն իմ սերնդի մարդկանցից ըստ ձեզ գալիս է սովետի հոտը, հա։ Այդպես չէ արտահայտի, որովհետև ձեր սերնդի շատ մարդիկ կան, որոնք ավելի լիբերալ մտածելակերպ նույնիսկ ունեն, քան նույնիսկ իմ սերնդի ներկայացուցիչներ, այսինքն այստեղ խնդիրը տարիքի մեջ չէ բնավ։ Խնդիրը մարդու դաստիարակության, կրթությունը միայն բու հավարտելը չէ, եւ ավելի գլոբալ իմաստով նկատեմ կրթության եւ նրա մտածելակերպի ու միջավայրը, որի մեջ նա հղկվում է եւ դառնում է այս կամ այն մասնագետը կամ այս կամ այն պաշտոնյան, այդ ֆակտորներն են ազդում նրա մտածելակերպի եւ արժեհամակարգի վրա։ Ընկերներից ես մեկը գտնում է, որ երկրում բեկումնային փոփոխությունների համար անհրաժեշտ է բիբլիական 40 տարի, այսինքն 23 անցել է, մնացել է 17-ը։ Այսինքն իմ սերունդը կտեսնի այդ փոփոխությունները, բայց այլևս որևէ դեր չի խաղա։ Համաձայն եք տենց ինչ-որ սահմաններ դնելուն։ Չեմ կարող ասել, որ կտրականապես համաձայն չեմ կամ համաձայն եմ, ես ուղղակի այդպես չեմ մտածում։ Այսինքն ես ոչ թե այդ ռադիկալ կտրուկ գլխի վայր փոփոխությունների այսպես ասած հիմքը կամ արմատները չեմ տեսնում ժամանակագրական ֆակտորի մեջ, ես ավելի շատ տեսնում եմ անհրաժեշտ իրադարձությունների եւ այդ իրադարձությունների բերողների արկայության մեջ, այսինքն պիտի լինեն ի վերջո ի հայտ պիտի գան
այն անձինք հանրության մեջ, ովքեր պետք է բերեն այդ փոփոխությունը, այսպես կոչված այն լիդերները, որոնք դրան պիտի բերեն, բայց այսօր ցավոք սրտի գուցե Աստված տա ես սխալվեմ, բայց կարծես թե չկան այդ մարդիկ, կամ գուցե կան, մենք չենք նկատում, դաշտում դեռևս հանրության կողմից չեն նկատվում, որովհետև եթե այդպիսի մարդիկ հանրության մեջ լինեն, ուզի նա չուզի, հանրությունը կստիպի, որ նա դառնա լիդեր եւ այդ փոփոխությունները։ Ես խորապես հավատում եմ, որ հանրությունն այսօր դրա կարիք ունի եւ հանրությունը դա ուզում է։ Ուղղակի որոշակի ապաթիայի վիճակ հանրության մոտ կա, որովհետեւ չկա էլ, որովհետեւ չեն տեսնում իսկ ով է գալու եւ բերելու այդ փոփոխությունը կամ ով է լինելու այն մարդը, ում ուզում ենք տեսնել։ Անձամբ ինձ համար այդ հարցի պատասխանը ես ինքս էլ չունեմ։ Իսկ ում եմ ես ուզում օրինակ տեսնել իշխանության, իսկապես ես ինձ համար այդ հարցի պատասխանը մինչ օրս չունեմ։ Եվ սա ես ավելի լուրջ խնդիր եմ համարում, քան այն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները կոնկրետ իմ ընկալմամբ իսկապես ապազգային իշխանություններ են, կրեմլահպատակ ապազգային իշխանություններ են, բայց նույն սա դեռ այնքան մեծ խնդիր չի ինձ համար, որքան այն խնդիրը, որ չեմ տեսնում, թե իսկ ով է լինելու։ Կրեմլահպատակ են միայն իշխանությունները, ինձ թվում է խորհրդարանում համենայն դեպս ներկայացված կուսակցությունները բոլորովին դեմ չեն Կրեմլին հպատակվել եւ ավելին ասեմ հասարակության մեջ, հա, ժողովրդի մեջ, եթե դուք հարցում անցկացնեք, էլի կասեն ռուսի տակ ինչպես ապրել ենք, այդպես էլ կապրենք։ Հնարավոր է, որ այո, չեմ վիճարկի, որ ավագ սերնդի որոշ չէ, զգալի քանակի ներկայացուցիչներ իսկապես ավելի ռուսամետ են։ Բայց նույնիսկ այդ ռուսամետ ներկայացուցիչները ես չեմ կարծում, գրեք հասարակությունը կարող է ավագ սերունդը լինել ռուսամետ կամ ոչ ռուսամետ, բայց իշխանությունն էլ հենց քաղաքացիներից ու հասարակությունից տարբերում է նրանով, որ ունի մի քիչ, շակերտավոր մի քիչ ասում եմ, բավականին շատ պարտականություն եւ պատասխանատվություն իր ուսերի վրա, եւ եթե քաղաքացին էմոցիոնալ կարող է իրեն թույլ տալ ռուսամետ, հակառուս, արևմտամետ, հակարևմտամետ, իշխանությունները պետք է շատ հավասարակշռված լինեն եւ որևէ ուղղության մետ ու հակա չլինեն, այլ զուտ պրոազգային լինեն եւ պրոհայկական։ Այսինքն ես որևէ կերպ չէի ուզել իշխանության տեսնել այն մարդկանց, ովքեր հակառուս եւ այդպես ընդգծված արևմտամետ են։ Ես ուզում եմ իշխանության տեսնել պրոհայկական ուժերի։ Այն ուժերին, որոնք պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ, անգամ սատանայի հետ, եթե դա Հայաստանի շահերին համապատասխանում է։ Հասարակական շարժումները ինչ որ վերջին շրջանում կարծես թե մի քիչ պասիվացել են, թե դա սխալ տպավորություն է։ Ես կասեի, որ հասարակական շարժումների քանակի առումով բավականին նոր քաղաքացիական նախաձեռնություններ են նկատվում։ Պասիվություն հանրության շրջանում ես տեսնում եմ, այսինքն շատ բուրըն էմոցիա եւ այդպես կուտակված էներգիա, ինչպիսին կար, ես հիմա չեմ տեսնում։ Սա էլ մեր հանրության այսպես առանձնահատուկ կողմերից մեկն է, լավ թե վատ օբյեկտիվ է այսպիսին է եւ այո, այդ առումով ես պասիվություն որոշակի տեսնում եմ, որովհետեւ չեմ էլ մեղադրում, մեր հասարակությունը շատ անգամներ է հասցրել երևի թե հիասթափվել։ Այսինքն հիասթափությունը վերել է մի վիճակի, որ մարդիկ այլևս մտածում են, որ իրենցից խոշոր հաշվով ոչինչ կախված չէ, ինչը ըստ իս սխալ մտածելակերպ է եւ ավելին ես կարծում եմ, որ նման մոտեցումը շատ լավ մշակված եւ ծրագրված ձևով ներարկվում է մարդկանց պետական մեքենայի ռոպագանդայի կողմից, որովհետեւ շատ հեշտ է կառավարել այն հանրությանը, կներեք կոպիտ խոսքից համար այն զանգվածին, ես եմ այդ զանգվածի մեջ, որը մեկին չեմ ուզում վիրավորել, ով մտածում է, որ իրենից ոչինչ կախված չէ։ Այսինքն պետությունը, չգիտեմ, հեռուստաէկրանից, հա, պետական կանալների, ասում է ձեզնից ոչ մի բան կախված չէ։ Նույնիսկ եթե ամբողջ հեռուստա եթերը, համենայնպես այն հեռուստաընկերությունները, որոնք այսօր իշխանությունների սպասարկողներ են եւ քիչ չեն, նախ առաջին հերթին իսկ ինչ են նրանք ցուցադրում հնարավորինս ցածրամակարդակ, ինչ որ առումով զվարճանքի կամ կիսազվարճանքի հաղորդումներ, որոնք մարդկանց ինչ որ պահի կարող է եւ զվարճանք պատճառեն, այդպես ուղակի երեկոն անցկացնել։ Բայց նրանք փորձում են մարդկանց մեջ սերմանել այն միտքը, որ նրանք ոչ մի բան չպիտի անեն։ Այ ինչպես են, եթե փորձում են, ինչպես են։ Այդ զվարճանքներով։ Չէ, փորձում են, նախ զվարճանքներով լուծում են այն խնդիրը, որ որևէ կարևորագույն հարց, որը պիտի մեկնաբանվի, օրինակ հեռուստատեսությամբ չի մեկնաբանվում։ Օրինակ որ հեռուստաընկերությամբ նույն հանրայինը, չէ՞, ինքը հանրային հեռուստաընկերություն է կոչվում կամ միայն հանրային չէ։ Մեր փողերից նաև սնվող հեռուստաընկերություն։ Երբ ես վերջին օրերին կամ ընդհանրապես չեմ նկատել, որ հանրության հուզող հարցեր, օրինակ մենք կային մի շարք առևտրականներ բողոքի ակցիա են անցկացում, ինչի որևէ կերպ հանրային հեռուստատեսությունը կամ այլ հեռուստաընկերություններ եւս միայն հանրայինը չի, չանդրադարձավ դրան։ Դա այդպես պակաս կարևոր էր, քան ասենք ինչ որ մի քանի
հիմար բրազիլական սերիալների ցուցադրություն, որ այս ազգին առանձնախոշոր աշխով պետք չի, եւ միայն զվարճանքի այս հաղորդումների միջոցով չէ։ Առօրյա կյանքում մարդուն ցույց են տալի հենց իրենց գործողություններով, որ ձեզնից ոչինչ էլ կախված չէ, որովհետեւ ոչ մի բողոքի արդյունքում խոշոր հաշվով ամբողջական հաղթանակի հասարակությունը ոնց որ թե չի հասնում, հա, ինչ-որ մասնակի բաներ ունեն եւ ամբողջական գլոբալ մակարդակը այսպես հաղթանակի չեն հասնում։ Ու դեպքերը շատ են։ Նույն հենց կենսաթոշակային հարցում ինչ որ բան, բայց ոչ այն ինչ որ հասարակությունը ուզում էր եւ ձգտում էր դրան։ Նույնը եւ այս ներկայիս ամենաթարմ դեպքերից, հա, շրջանառության հարկի մասին օրենք հետ կապված բողոքի ակցիաները, երբ որ մարդիկ հանդիպում են վարչապետի հետ, կառավարության ղեկավարի հետ եւ ստանում են խոստումներ, բայց նորից էլի գալիս է այն հատեքստը, որ ոչինչ էլ չի փոխվելու։ Ուղղակի ծիծաղելի ինչ որ բան, հա, մենք տվել ենք հանձնարարական, որպեսզի մինչեւ չգիտեմ որ ամիսը, ասենք դեկտեմբեր ամիսից դες մոտ ստուգումներ չեն իրականացվի անհարկի։ Այսինքն եթե չտայեք անհարկի ստուգումների թույլտվություն կար, հիմա տվել եք որ չէ, այսինքն նոնսենսային ինչ որ իրավիճակ է, բայց մարդիկ տեսնում ու զգում են, որ փաստորեն իրավիճակն այնպեսին է, իշխանությունները իրենց պահվածքով դա ցույց են տալիս ու փաստում են, որ ձեզնից ոչինչ էլ կախված չէ։ Ես ասեմ, որ Ամեկ Պլյուսը որ հաղորդում է պատրաստվում բանի համար, Army-ի համար, մենք մեր 20 րոպեվա հաղորդման մեջ մի քանի անգամ անդրադարձել ենք այդ բողոքներին։ Այդ բողոքները ինքնաբուխ են, թե կազմակերպված են։ Գիտեք, ես չեմ կարող բոլոր հանրային այսպես քաղաքացիական շարժումների մասին խոսել։ Ես ինքս նույնիսկ չեմ, ասենք ներկայել չեմ եղել այդ ակցիաներին եւ դրա համար դատողություններից առաջ մի քիչ ավելի վերապահումով կմոտենամ, զգույշ կլինեմ։ Չգիտեմ, կազմակերպված են թե ինքնաբուխ են, բայց մի բան հստակ է ինձ համար, որ այս մարդիկ ունեն խնդիր, որն ուզում են լուծվի։ Իսկ դուրս մեր գրպանից շարժմանը ինչ կասեք։ Ես ընդհանրապես կողմ եմ շարժումներին քաղաքացիական այս երկրում։ Նրանք ասում են, ինչպես ուզում ենք, այդպես էլ կքշենք, մի տուգանեք եւ այլն, ինչ որ տես բաներ։ Չէ, ես չեմ կարծում, որ իրենք ասում են, թե ինչպես ուզենք, այնպես էլ կքշենք, մի տուգանեք, այլ այդ մարդիկ ընդհանրապես ասում են, որ ամեն ինչ պետք է չափ եւ գիտակցության սահմաններ ունի, այսինքն այն հատուգանքների այն ծավալը, որը այդ բեռը, որ կա մարդկանց վրա, կամ հաճախ ես լսել եմ հենց նույն այդ նախաձեռնության անդամներից կամ այլ վարորդներից էլ, որ հաճախ լինում են այնպիսի տուգանքներ, որ գալիս են, հա, նամակով հասցեով, որ առասարակ չի եղել, երբ որ դնում ես վիճարկում ես, նոր պարզում է, որ ներեցեք, բայց շատ մարդիկ անգամ չեն վիճարկում, տպավորությունն այնպիսին է, որ ուղարկվում է, դե կվիճարկենք, չէ, կգնան կվճարեն։ Այսպիսի թքած ունենալու զանգվածային այսպիսի դեպքեր են։ Այսպիսի դեպքեր ես գիտեմ եւ կարծում եմ շատերը գիտեն, ես լսել եմ եւ փաստեր էլ, այսինքն մարդիկ հստակ նամակեր են ինձ ցույց տվել, վարորդներից եմ լսել, հա, ես ինքս վարորդ չեմ, չեմ ցավոք թե բարեբախտաբար, կամ նույն կարմիր գծերի պատմությունը, ասենք ես իսկապես որպես քաղաքացի, մի կողմ դնենք առհասարակ ես ակտիվ քաղաքացի եմ, թե ոչ, ընդհանրապես ես ամենապասիվ քաղաքացին եմ այս երկրում, ես օրերից մի օր զարթնում եմ, սովորականի պես աշխատանքի եմ գնում առավոտյան եւ 3 երեկոյան չէի տեսել ինչ որ գծեր, առավոտյան տեսնում կարմիր գծեր։ Եվ ով է ասել, որ ինչ որ մեկ իրավունք ունի, ինչ որ ընկերություն մասնավոր, վերցնել այդ հատվածը, որը ի դեպ կառուցապատվում է այն ասֆալտին վճարած հարկերից եւ դարձնել դա այլևս վճարվի կայանատեղի։ Բնավ դեմ չեմ վճարվի կայանատեղիների գաղափարին, բայց ես դա ավելի մարդկային եւ ավելի լոգիկ ու հասկանալի կընկալեի, կհամարեի, եթե օրինակ այդ կայանատեղիները պատկանեին քաղաքապետարանին եւ ես գոնե իմանայի, որ այդ գումարը, որ ես վճարելու եմ կամ ընկերս իր մեքենան կանելու, գնալու է քաղաքային վերջո համայնքի բյուջեին եւ հանրության համար մի լավ բան է այդ գումարը վարվելու։ Ես կարծում եմ մեր ժամանակ այդ բողոքի ակցիան չէ, բայց երբ որ ես գիտեմ, որ այդ գումարը գնալու է այդ պեստանոտ բարեկամի ինչ որ հանրապետականի ինչ որ տղայի գրպանը, որը երևի 20-ամյա կամ 21-ամյա երիտասարդ է պատանի, չգիտեմ, որ չգիտես այդ երկրի համար ինչ է արել, ինչ ներդրում ունի առհասարակ այդ տեղարած, կամ եթե մասնավորին պիտի տրվեր, ես ինչի չտեղեկացա, ես հետևում եմ, ասենք, հնարավոր չի լինել մրցույթ ու ես ունակ լսած չլինեի կամ իշարակ հասնեմ մրցույթ հայտարարի, գուցե ես ունենալով ԱԴԶ կամ ՍՊ ինչ-որ կազմակերպ իրավական ձևով իրավաբանական անձ լինեի, գուցե ես ավելի լավ պայմաններ էի առաջարկում եւ ավելի շատ ինչ-որ ներդրում։ Մի խոսքով դուրս մեր գրպանից շարժմանը դուք նույնպես լավ եք վերաբերվում, հա։ Ես առհասարակ քաղաքացիական նախաձեռնություններին նորմալ եմ վերաբերում եւ ինչքան շատ ու ինչքան նրանք հաջողություններ արձանագրեն, ես կարծում եմ, որ դա մեր հասարակության եւ պետության առհասարակ շահացն է։ Քաղաքական ուժերը օգտագործում են հասարակական շարժումները, թե հակառակը։ Քաղաքական ուժերը միշտ էլ փորձել են եւ փորձել են օգտագործել հասարակական ուժերին։ Ես նույնիսկ դրան ված չեմ վերաբերվում, որովհետեւ քաղաքական ուժերը ունեն խնդիր եւ դա նորմալ է հասնել քաղաքական իշխանության։ Իսկ քաղաքական իշխանության հասնելու համար պետք է հենարան 5 էլեկտորատ աջակցություն հանրության կողմից։ Եվ եթե այդ պահին կա ակտիվ զանգված
հասարակական ուժ, որը եթե հնարավոր է վերցնել եւ օգտագործել, այսինքն որ նրանց լինեն քո սատար, այսպես ասած, քեզ սատարեն, որ քաղաքական ուժը չփորձի օգտագործել, ես կհամարեմ, որ նա շատ նաիվ քաղաքական ուժ է։ Այլ բան է, որ հասարակական ուժերը պիտի հնարավորինս հասուն լինեն, որ ոչ թե օգտագործվեն քաղաքական ուժերի կողմից, այլ գնան համագործակցության, երբ որ դա երկկողմանի փոխշահավետ է եւ դրանից ընդհանուր գործը կշահի։ Գուցե քաղաքական ուժը կհասնի ինչ-որ իր քաղաքական նպատակին, իսկ ինչու ոչ, թող նա իր ինչ-որ նպատակի հասնի, արդյունքում հասարակական շարժումներ հասնում են ինչ-որ նպատակի, որը հանրության համար որոշակի պրոդուկտ է։ Երբ որ կա այս փոխշահավետ եւ հավասարակշռված համագործակցություն եւ արդյունքը, բայց եթե այնպես պիտի լինի, որ հասարակական ուժը ամբողջությամբ պիտի օգտագործվի առանց որևէ հանրության համար եւ հասարակական շարժման արժեվ դրված նպատակին հասնելու, հա, ուղղակի օգտագործվի եւ բարկաբեկվի, այս անընդունել է, բայց այստեղ էլ եմ ասում, մեղքը ոչ այնքան քաղաքական ուժին է, որքան օգտագործվող հասարակական շարժմանը, որը բավականաչափ գուցե սթափ չի եղել եւ զգոն չի եղել։ Հերոստատների երկու հարց, մեկը ասում է, դուք մասնակցելու եք ընդդիմության հանրահավաքին, խոսքը եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին է։ Հարցը անձամբ Դավիթ Մանուկյանն է ուղղված, թե դեմ եմ նախաձեռնել։ Չէ, անձամբ, չեմ կարծում, որ նախաձեռնության։ Ես անձամբ որպես Հայաստանապետության քաղաքացի Դավիթ Մանուկյան ոչ չեմ մասնակցելու այդ հանրահավաքին։ Կարելի է իմանալ ինչու։ Թե եթե գաղտնիք է պետք։ Չէ, գաղտնիք չէ իրականում, ես չեմ ուզում այդ հանրահավաքին մասնակցել, յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է եւ կազմակերպում է հանրահավաքը, բարձրացնում իրեն հուզող հարցեր, այնպես չէ որ բարձրացված հարցերը ինձ չեն հուզում, ուղղակի այդ հանրահավաքի մեջ ես անձամբ, որևէ կապ չունի սա դեմի կամ ինչ որ այլ նախաձեռնության հետ, ես անձամբ լուծման բանալի չեմ տեսնում։ Մյուս հարցը այսպես է, ես կարդում եմ այնպես ինչպես որ ձևակերպված է։ Չեք կարծում, որ դուք ջահելներ եք այս կենսաթոշակի խնդրով շատ մանր եք, դուք երբեք չեք բողոքել որևէ անարդարության դեմ, կոռուպցիայի դեմ, կեղծված ընտրությունների դեմ, իսկ այժմ 2 կոպեկի համար դուք լավ քաղաքացիներ եք։ Լավ քաղաքացիներ ենք, թե ոչ, ես չեմ, գոնե իմ մասին ես չեմ դատի, բայց ես կդատեմ ընկերներից եւ ինձ ծանոթ մարդկանց մասին, ովքեր մասնակցում են օրինակ ակցիաների, ես կասեմ, որ նրանք լավ քաղաքացիներ են։ Հիմա ես լավ քաղաքացի եմ, թե ոչ, այդ կարևոր չի ինձ համար այդքան էլ։ Եվ մյուս կողմից նախ չի կարելի այդպես միանշանակ այդպես մաքսիմալիստական ձևով պնդել, որ որևէ բան դեմ չեք բողոքել, իսկ ինչ գիտեք, բոլորին ճանաչում եք եւ արդյոք գիտեք բոլորը կեսրակցություն ով ինչի միջով է անցել եւ ինչի դեմ է բողոքել։ Սա մեկ, երկրորդը, եթե օրինակ ես ինձ վրա վերցնում, ասենք ենթադրենք կարող ես ոչ իմ բան դեմ միջև այդ չեմ բողոքել, հիմա հանկարծ գրպանիս են կպել 2 կոպեկի համար դուրս եմ եկել բողոքելու, լավ եմ արել։ Իսկ ով է ասել, որ ես իրավունք չունեմ այդ 2 կոպեկը, որ իմ քրտինքով վաստակացնել, դրա համար պայքարելու։ Այո, ես թքած եմ ունեցել ենթադրենք մինչև հիմա բոլոր հարցերի վրա էկոլոգիա, կոռուպցիա ընտրություններ, ենթադրենք։ Ես տեսականորեն սցենար եմ ասում։ Իսկ ինչ վատ բան կա, որ այսուհետև ազդակը, որ ես շտկվեմ, դարձի գամ, ճիշտ ուղու վրա լինեմ, պահանջատեր քաղաքացի լինեմ, եղել է այս հարցը։ Ցանկացած հարց, ինչ հարց ուզում եք, եթե եղել է ազդակ ու ինչ որ քաղաքացու ակտիվացրել է, ես դա միայն ողջունում եմ։ Եվ այդպես չեմ ընդունում այդ ձևակերպումը, հա, որ 2 կոպեկ է, նախ դա 2 կոպեկ չէ։ Երկրորդը 2 կոպեկ ձևակերպում շատ հարաբերական է։ Մեկի համար 1000 դրամը շատ է, մեկի համար շատ քիչ է, ոչ մի բան է կամ։ Երկրորդը, եթե անգամ դա շատ քիչ է, այստեղ հարցը ես բազմիցս եմ նշել, ախր գումարի չափը բնավ կարևոր չէ։ 1 դրամ թե 1 միլիոն դրամ։ Կարևորը երևույթն է, որ դա քեզնից վերցնում են ապօրինի ձևով, հակասահմանադրական ձևով, ինչպես գնահատականը սահմանական դատանը, ասենք տվեց։ Հիմա իդեպ նորից քաղաքական ուժերը դիմել են սահմանական դատան, սա էլ մի քիչ առանձին թեմա է։ Այսինքն ապօրին, այստեղ երևույթն է կարող, որ ապօրինի ձևով քեզ գրպանահատում են։ Իսկ ապօրինի գրպանահատման մեջ գումարի չափը կարևոր չէ ինչքան։ Իսկ մանր ենք թե չէ այդ հարցում, իդեք մենք ով ենք, մենք հասարակության մի մասնիկ ենք եւ մանր ենք այնքանով, որքանով հասարակությունը մեզ չի աջակցի, մենակ ենք, մանր չենք այնքանով, ինչքանով կաջակցի մեզ հասարակությունը։ Նույնիսկ եթե հասարակությունը չաջակցի, ես մենակ լինեմ կամ 10 հոգով լինեմ կամ 15 հոգով, միևնույն է, ես չեմ փոշմանել, որ մենք այդ քայլին գնացել ենք, գնալու ենք կամ գնում ենք, որովհետեւ գոնե իմ խղճի համար ես դա արել եմ եւ մի ուրիշ բան է, թող անպագորգոր չէ ինչի, ես ավելի քան վստահ եմ, որ մենք ինձ նման շատ մարդիկ, մեզնից առաջ այլ նախաձեռնություններ եւ մեզնից հետո նոր նախաձեռնություններ ժառանգություն ազերգին։
յուրաքանչյուր նախաձեռնություն ինչ որ մի բան իր հետ բերում է, եւ մենք այսօր արդյունքները տեսնում ենք։ Դեմեմից հետո էլ, հա, դեմեմի շատ գործողություններ այսօր կիրառվում են, ավտոյետ, մարդիկ մտածում են, եթե նրանք կարողացան, իսկ մենք ինչու չենք կարող դուրս գալ փոխել։ Այսինքն ես դա համարում եմ շատ ավելի կարևոր product, որտեղ մարդկանց մտածողության մեջ դա նաև փոփոխություն է բերում։ Երկարաժամկետ իհարկե սա էֆեկտով է, անմիջապես չի նկատվում, բայց սա շատ կարևոր է, որտեղ մարդկանց մտածողության մեջ ինչ որ բան է փոխվում։ Ես ունեմ ընկերներ, գոլեգաներ, որոնք երբևէ որևէ հասարակական նման քաղաքացիական բնույթի միջոցառման զանգվածային չեն մասնակցել, բայց ինձ հետ եկել են ակցիանի եւ դա եղել է նրանց առաջին փորձը, ու ես վստահ եմ, որ շատ հարցերի շուրջ նրանք էլ դուրս կգան փողոց։ Այս է նվաճում։ Դառնալով դեմեմին, այ մասնավոր հատվածում աշխատող երիտասարդները 3 տարով իրենց նպատակին հասավ։ Պայքարի հաջորդ փուլը 3 տարի հետո է սկսվելու։ Չեմ ցանկանա, որ այդպես լինի, որովհետև իդեպ նույնիսկ մասնավոր հատվածի աշխատողներն էլ շատ մի քիչ թյուր կարծիք է, որ այդպես հեշտ ու հանգիստ 3 տարով ազատվել են։ Նոր աշխատաշուկա մտնողները բնավ չեն ազատվել, նույնիսկ մասնավոր հատվածի։ Նույն հենց IT ոլորտում օրինակ, հա, որի մասին այդքան շատ խոսվում է, եւ սա էլ անարդարացի է, սա էլ էլի խտրականություն է, ցավոք որոշակի դադար կա հանրության մեջ, կարծես հարցի շուրջ ինչ որ գոնե այդպիսի տպավորություն կա ինձ մոտ, որոշակիորեն այնքան շատ չենտուզիազմը ինչքան ամիսներ առաջ էին, բայց ես հույս ունեմ, որ չի հասնի դրան, որ 3 տարի հետո նոր պայքարի նոր փուլ սկսվի, որովհետև մենք ամենայն դեպս չնայած ես այսօր գումարներ չեմ վճարում, այսինքն ես մասնավոր հատվածի աշխատող եմ եւ այո, մինչեւ 2017 թվականի երևի թե չեմ վճարում, որտեղ բահակավոր կառավարությունը փոխել է այդ օրենքը եւ ասի 15-ից վճարում եք օրինակ, որևէ երաշիկ ոչ մեկս չունենք, բայց ես չեմ ուզում ձեռքերս տալ ասածից, սպասել 17 թվականին ու ինձ նման էլի քաղաքացիներ։ Մեզ միայն պետք է որ լինի հասարակության աջակցությունը եւ մենք ոչ թե լինենք 10-15 հա հոգի, այլ լինենք հազարներ, ինչու ոչ տասնյակ հազարներ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր Դեմեմ շարժման ներկայացուցիչ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, շնորհակալություն։ Շնորհակալություն Դավիթ։ Մենք կհանդիպենք նաև երկուշաբթի օրը, ստեսյուն։